Այս ընթացքով ընդդիմությունը շանս ունի, ինքը ընդդիմությունը ձեր գարձիկով ներքին ջակերու արժև է։ Ինչի պիտի մեր ժողովուրդը արդեն որերորդ տարին է, դիտի նույն տեսարանները, կինոն, գնալով ավելի շատ ակտորներով իդեպ։ Մինչև էս Քոչարյաններ, հետո Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն էին, հետո Ծառուկյան, Քոչարյան, Սարգսյան, հիմա էլ նոր ուժեղ Հայաստան։ Հա, կարծես շատանում են, ոչ թե քչանում են ընդդիմությունը միասնական չի։ Հեքիաթները, որոնք իդեպ նետվել էին դաշտ, որ Քոչարյանն ընդդիմության տեխնացուն է վարչապետի։ Երակելուխ։ Հիմա քարագլուխ, հնգագլուխ, չգիտեմ, իրենք թող ասեն, դա հեքիաթ է։ Այդպիսի բան չկա։ Իրոք Ռուսաստանը հոգնության նշաններ ցույց կտա, թե imitation է, եւ այդ մեկը, որ Մոսկվան, ինչպես թակավորը գարտնա է, Մոսկվան կրոիդագ է։ Ինչ պիտի ինե այդ թակավորը ի վերջո։ Հիմա ինչ է ասում Պուտինը, ասում է մենք չենք կանգնելու։ Երկու տարբերակ ունի, կամ հիմա գնա էսկալացիայի ինքը, կամ ռացիոնալ մտածի, հրադադարի գնա, ընդունի Ուկրաինայի պայմանները, բայց ես որքանով իր հարցազրույցից հասկանում եմ, ինքը իր եւ Ռուսաստանի համար գնում է վատագույն սցենարով, էսկալացիայի։ Դերևս Միացյալ Նահանգների իր ուզածը ստացավ, ինչ կսեք։ Միացյալ Նահանգները ստացավ։ Ինչ որ բան, չգիտեմ։ Ոչ մի բան չի ստացել։ Վենսը մի բան է ասում։ Տրամփ ուրիշ բան է ասում։ Տրամփը ուրիշ բան, Ռոբիոն ուրիշ, Իրանում 5 հոգի ուրիշ բան են ասում։ Ես այսպես եմ մտածում, նայած Իրանը ինչ նպատակ ունի Տրամփի հետ կապված։ Բարև ձեզ Արևելքի հարտագով, ես Սակո Արյանն եմ, հերթական անգամ կհյուրընկալենք մեր լսարեն համար շատ սիրված, բնդրված վերլուծաբան Միտ կետրոնի ղեկավար Լիլիթ Տալակյանին։ Բարի եկած եք, Տիկին Լիլիթ, երկար ժամանակ է մեր զրույցը կհետաձգվի ինչ պատճառներով, շատ պատկերներ փոխվեցան, սակայն այսօր ինչ կկատարվի, այս սահմանադրական թադարանի ճագերդյալ գինոն գերգարի եւ շատ քաղաքացիներ չեն հասկնար ով այսօր 6 ժամ գտնե եւ դիտե այդ քննարկումները իրոք այդ խոհանոցը ինչի մասին կխոսի Ճիշտ ասած սխալ վերլուծաբան եք այս առումով հումոր իհարկե հրավեր դե ես էլ չեմ դիտում այդ ժամանակը չի ներում պարզ է որ որևէ լուրջ ակնկալիք չկա լուրջ ասելով ընդդիմության համար այսինքն ես չեմ կարծում որ կփոխվեն ընտրությունների արդյունքները Հենց ընդդիմությունից էլ հաճախ հնչեցվում է տեսակետներ, որ վստահ ենք Սահմանադրական դատարանը իշխանամետ որոշում է կայացրել, բայց եթե վստահ եք ինչու եք դիմել։ Մի խոսքով ինչ-որ անհասկանալի իրավիճակ է, բայց եկեք խոսենք պատճառների մասին, խորքային, թե ինչ եղավ եւ ինչու հիմա մենք պիտի այս ամենը դիտենք։ Մեղավորը ով է։ Մեղավորը ընդդիմությունը չի։ Մեղավորը Հայաստանի իշխանություններն են, ինչու, որովհետև իրենց զգուշացվում էր, դա նույնիսկ հասարակացին հասարակային առումով, որը չի հետևում քաղաքականությանը զբաղված է իր գործերով, հասկանում էր, որ այս մարդիկ, որոնք ողջ կյանքը զբաղված են եղել ձայն գնելով, նոր ուժերի մասին չի խոսքը անվան հետ կապված, այդ նոր ուժերում կան հին մարդիկ, որոնց այսպես սրտին ավելի հավատարիմ է եւ մոտ է ոչ օրինական ձևերով ձայն հավաքելը երկրորդ նախագահի մասին էլ չեմ էլ խոսում եւ թողնել որպեսի նրանք մասնակցեն ընտրությունների հետո գալ ասել դուք կեղծել եք ընտրությունները ընդդիմությանը նրանք էլ հիմա ժամանակ շահեն գնան Սահմանադրական դատարան եւ ելի մեր երկիրը լինի անկայունության մեջ, այնպես չի որ ցույցեր չկան ամեն ինչ ավարտված, այլ Ռուսաստանը ունենա իր ներկայությունը խորհրդարանում, ներկայություն, այսինքն ոչ թե ազդեցությունը, խոսքը նրա մասին չի, որ եթե ուժը ռուսամետ է, պիտի չթողնենք որ մասնակցի, մենք ռասիստ չենք, մենք Ռուսաստանի նման պետություն չենք, խոսքը նրա մասին է, որ այս մարդկանց հանդեպ կան լծակներ եւ նրանք օգտագործվում են, դե եղբայր եմ ասում, Հայաստանում անկայունություն ստեղծելու համար, ինչի պիտի մեր ժողովուրդը արդեն որերորդ տարին է դիտի նույն տեսարանները կինոն գնալով ավելի շատ ակտորներով իդեպ Մինչև էս Քոչարյաններ, հետո Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն էին, հետո Ծառուկյան, Քոչարյան, Սարգսյան, հիմա էլ նոր ուժեղ Հայաստան։ Հա, կարծես շատանում են։
ոչ թե քչանում են։ Եվ ավելի զազրելին գիտեք որն է ինձ համար եւ տհաճը, ցայնագրությունները, չէ՞, անդադարաբարակում։ Դա վերաբերում է մինչև ընտրությունների իրավիճակը, փորձել են գումար բաժանել եւ կաշառել։ Եթե դուք այդ ցայնագրություններին տիրապետում եք, ո՞նց եք թողել, որ այս ուժերը մասնակցեն։ Հանուն ժողովրդավարության Դիգին Դալակյան։ Այսինքն հանուն ժողովրդավարության օրենքը չի աշխատում, ես այդպեսի ժողովրդավարություն չէ, դա ժողովրդավարություն չի, դա անարխիա է։ Ժողովրդավարություն չի ասել պետականացնենք բիզնեսը։ Եթե կա պատճառներ, դա պետք է պետականացնել մինչև մարդու որոշումը, որ ինքը պիտի մասնակցի ընտրություններին։ Սա չի կոչվում ժողովրդավարություն, սա կոչվում է ընտրովի արդարադատություն։ Այսինքն մարդկանց վրա որոնք կան լծակներ, իրենց թողնում են, որ մասնակցեն, երբ դիմեց օրինակ Արամ Սարգսյանը, որ ուրեմն չեղարկի մասնակցությունը նոր ուժերի ընտրություններին, եթերից հետո հայտնի բանավեճից, պարզ էր, որ չեղարկելու, ինչի պիտի չեղարկի, բա իրենք հարմար են, թողնում են, Վարդան Ղուկասյանը մասնակցեց, հետո գործ են հարուցում, սկսվում է շոուն, այո, շեղում են, լուրջ խնդիրներ կա հիմա Հայաստանի առջև, նույնը թողում են, մասնակցեց, հետո ինչ-որ շոուներ շեղում են։ Այսինքն մեր արդարադատությունը չաշխատիր, վարչապետն էլ այդ մասին դիտարկեց, Դիգին Դալակյան։ Դե ինքը կապ չունի, իհարկե կապ չունի, Վլադիմիր Պուտինն էլ, չէ, ասում են թագավորը լավն է, բոյարները վատը։ Ես այդ դեպքում միշտ մի հատ հարց եմ տալիս, լավ մի կողմ, որ եթե դու օրենքից մի փոքր տեղյակ ես, չի կարող վարչապետը արդարադատության իրականացման հետ կապ չունենա, եթե դատական գործադիր իշխանության գործունեության երաշխավորը երկրում թիվ 1 դեմքն է, եթե նշանակում են արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ԲԴԽ անդամներին եւ իրեն կապ չունեն արդարադատության հետ, այսինքն դատավորները այդպես ինքնուրույն առանձին պետություն են մեր երկրում։ Իդեպ, երբ պետք է շատ արագ վճիռ կա Բագրատ Գալստանյանի գործով, ինչ-որ բլոգերների, այդպես անկարևոր ներողություն երրորդական դեպքերում, բայց այսինքն բայել ինչ եք խոստանում, որ արդարադատություն եք հաստատելու։ Ասեք, ես չեմ խառնվում, ես ոչինչ չեմ կարող անել, վատն են դատավորները։ Գալիս են ընտրություններից առաջ ասում են, ծեփելու ենք պատին, բռնելու ենք, արև չստեսնալու եւ այլն, հետո ասում են մենք չենք խառնվում։ Սա արդեն կներեք սուտ է արդեն, բարձ ստախոսություն է։ Այս ընթացքով ընդդիմությունը շանս ունի քիչ առաջ սիկ ցույցեր եւ այլն ցույցի օջախներ կան, որովհետեւ մենք վերջին անգամ դիտարկեցինք սահմանադրական դատարանի դիմաց ուղղակի ֆիասկո էր։ Այն իմաստով որ ընդդիմությունը ժողովրդին գխնդրե, գբաղադե, որ ներկա եղեք ցույցերուն, հետո գսե դե դուք էլ թավաջան եք ժողովուրդ ջան, որ մեր կողքին չեք։ Այդ վիճակն է հիմա։ Այստեղ կան շերտեր։ Նախ ընդդիմությունը ինքը ոչինչ չի առաջարկում իր ընտրողներին։ Եկեք նշենք, իրանք էլ ունեն ընտրողներ։ Հիմա գումարով են ընտրել, համենայնպես հայտնվել են խորհրդարանում եւ երկրորդ ուժն է, չէ՞։ 700-500 հազարի մասին է էլի հարաբերակցությունը։ Այսինքն, բայց իրենք տեսնում են, այո, որ չկա ծրագիր։ Եկեք դիմենք համարական դատան, ինչա դա։ Ինքը ընդդիմությունը ծեր գարձիկով ներքին ջակերով արժև է, երեք մենք նաև կլսենք շշուկներ, երկրորդ նախագահ արդեն սկսած է գրոհել Ղարաբեդյանի ուղղությամբ, սա ինչ իրավիճակ է եւ նաև ցույց կտա որ ընդդիմությունը երբեք Հայաստանի մեջ այս ընդդիմությունը միավորվելու շանս ըստ երևույթին չուզեր ունենալ։ Ուրեմն եթե մեր ունկնդիրները հիշում են, ես այդպիսի եթեր չկա, որ չեմ նշել, որ ընդդիմությունը միասնական չի։ Այդ հեքիաթները, որոնք իդեպ նետվել էին դաշտ, որ Քոչարյան ընդդիմության տեխնացուն է վարչապետի, երակելուխ, հիմա քարագլուխ, հնգագլուխ, չգիտեմ, արդեն իրենք թող ասեն, դա հեքիաթ է։ Այդպիսի բան չկա։ Այո, իրանք միասնական են եւ պետք է Ռուսաստանին աջակցել։ Այդպես գլոբալ հարցերում։ Միասնական են, երբ պիտի ասեն ընտրությունները կեղծված են, բայց ներսում իրենք այնքան լրջագույն խնդիրներ են եւ այնպես չի որ իշխանությունը դրա մասին տեղյակ չի եւ դրա վրա չի խաղում։ Այսինքն ուզում եք ասել Քոչարյանն ու Ծառուկյանը խնդիր չեն ունեցել եւ չունեն։ Պարզ է Քոչարյանը գրքում գրված է ով է ստեղծել Փարգավաճ Հայաստանը, բայց այնքան ջրել են հոսել կամ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը խնդիր չունեն։ Ինչքան այսպերգներ հալել են արդեն։ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը չունեն 15 թվականից հետո։ Խանդ չկա։
Անդիմության պաշտոնը եւ թիվ 1 բարերար լինելու համար ով է ասել որ իրենք միասնական են։ Միասնական կլինեն, եթե կենտրոնից լինի հրահանգ, որ այս պահից մենք դուրս են գալիս փողոց։ Այդ ժամանակ կլինեն միասնական։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին։ Անդիմությունը փողոց դուրս չի գալիս, որովհետեւ չգիտի ինչ պետք է անի, քանի որ տեղի չի ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ես անդադ կրկնում եմ դա։ Փաշինյանը կարծես ուզում է հիմա էլ վարչապետի հետ է խոսել Ռուսաստանը։ Նույնիսկ մամլո ասուլիսի ընթացքին վերջին մամլո ասուլիսներն ես լավ գիշեմ ասեց Հայաստանի վարչապետը ես հունիսի վերջ պիտի գնամ Մոսկվա։ Ինչ ա գդարվում։ Ինքը սխալ հաշվեց, այսպես էր մտածում Փաշինյանը, ես կհաղթեմ, Պուտինը ստիպված հաշվի գնստի, ես կասեմ, որ ես տեսնում ենք ԿՊ-ի անդամներն ասում են, մենք հակառուս չենք, արդեն տենց փոխվել է մի փոքր։ Մզդիկ նեանսներ կան, խոսակցության ձևը, դե այնպես չի, մենք գնում ենք ԵՄ բան 20 տարի կտևի, այսպես։ Հա, դիմավորում ենք Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, տեսնենք ինչ կառաջարկի։ Բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որքան էլ խոսեն, որ այլ ճանապարհներ են գտել, խոշոր տնտեսվողների մասն է խոսքը, եթե մենք մանր միջին առևտրականներից ենք խոսում, դա լուրջ խնդիր է իրենց համար Եվրամիության շուկան։ Մի օրում Եվրամիության շուկա չեն գնում։ Դրա մասին էկոնոմիկայի փոխնախարարներ կարծեն Factor TV-ի հետ հարցազրույցի ժամանակ ասեց, ես մասնագետ չեմ։ Այսինքն Ռուսաստանի հետ այդպես կվերցնենք երկաթուղին, դա այդպես հեշտ չի, ես չգիտեմ ինչու են ժողովրդին թյուրի մածության մեջ գցում։ Դրանք process-ներ են, իսկ Ռուսաստանը այն երկիրը չի, որը իր կամքով եւ միջազգային իրավունքը հաղթելով կլեքի Հայաստանը, որը իր վերջին ազդեցության գոտին է Հարավային Կովկասում։ Այդ կարծիքին եք։ Միանշանակ։ Իսկ հիմա այդ ծաղիկի, կոնյակի, նաև ուրիշ միելագի բադմութենեն իդ ինչ կգործեք։ Մենք կարողացանք դիմակրավել ռուսական ճնշումներում։ Ռեպրեսիային ճագերդյալ։ Դե նոր է սկսում խաղը։ Նշում են, որ երկրորդ փաթեթն է պատրաստվում սանկցիաների Հայաստանի դեմ։ Ես չգիտեմ։ Արդեն Եվրոպայի նման, ինչպես Եվրոպան Մոսկվայի նվաճում։ Ես չգիտեմ ինչ է պատրաստվում, կտեսնենք, բայց տեսեք Ռուսաստանը այսպես է մտածում, Արցախը հայ է, դուրս հանել փողոց, 1-2 հայտարարություն անել, ոգևորել, այդ դրոշը Արցախի հայտնվի ռուսական ալիքներով, հա Ադրբեջանը երկու բառ կասի, դա իրենց այս բան չի հետաքրքրում։ Երկրորդը մանր միջին առևտրականներ, տեսեք, այսինքն շարժողողակներ, այո, մարդիկ առանձին ամեն մեկը ոնց են գնում ու առևտրականները դուրս եկել փողոց։ 10 հոգի էստեղից դուրս գա, 20 հոգի էստեղից, Սամվել Կարապետյանը ընդհանրապես կապ չունի, կարող է Կարապետյանն ասի իրենք ինձ համար են դուրս եկել, մարդիկ իրենց օրվա հացի համար են դուրս եկել։ Երրորդը աշխատանքը։ Այսին համընկնումը պիտի լա, ծեր գարձիկով, ոչ միայն համընկնումը, այլ պետք է պայքարը ժողովրդի վերցնի մի հոգի, դա մենք տեսել ենք պատմության ընթացքում, իր վրա։ Այսին Պակրատ Սրբազան սցենար 2։ Եվ ոչ միայն։ Սա երկրորդը։ Երրորդը աշխատանքային միգրանտներ։ Այսինքն օրինակ Գյումրիի կեսին ուղարկեն հետ, այսպես մի փոքր կոպիտ խոսա։ Այդի բայթում գլա ուղակի։ Կամ տրանսֆերների հետ կապած խնդիրներ ստեղծել դեպի Հայաստան, ավերատուղթ եւ այլն։ Ամեն ինչ դեռ երկաթուղում խնդիրներ ստեղծել, ատոմակայան, գազի գին, ես դա դրա մասին չեմ էլ խոսում։ Ադրբեջանը ինչու է այսքան մերձենում այլ Ռուսաստանի հետ, ինչ խնդիրներ կստեղծեն մեզ համար, դրա մասին չեմ խոսում, ինչու՞ չէ Ադրբեջանը խաղաղության գնում, դա դեռ դնենք մի կողմ։ Այնպես չի էլի որ ամեն ինչ տենց հիմա գնացինք խաղաղության։ Ես վստահ եմ համադական բարեփոխում անելուց հետո, եթե դա նույնիսկ հաջողվի, դա խաղաղություն չի բերելու։ Ադրբեջանը հիմիկվայից խոսում, մենք էլի հարցեր ունենք, 300,000 հեքիաթը, գիտեք, այսինքն հիմա մարմինները անհետ կոր, մի պատերվակ կլինի։ Իդեպ ես չեմ հետևում, բայց տեսա վերնագիր Յունուսովը շատ է խոսում։ Եղբայրը հայկական հերոստալիքով նա էլ ասեց որ դա պատերվակ է եթե ինքը այդպես է ասում ցակումով կիսա ադրբեջանց եւ լավ տեղյակ ուրեմն մի բան գիտեն այս բոլորի առընթեր ինչ կգարձեք եթե ինտիմության մեջ լուրջ այսպես ջղկեր կան ինչ կգադարվի Սամվել Կարապետյանը կշարունակի այս պայքարը, որովհետև գիտեք վերջին խոսակցությունները եւ տոնալիտեն, որ կնկատենք, կարծեք
այնքան էլ լուրջ չեն այս մարդիկ իրենց կորձին հանդեպ եւ այդ մեծ բարերը, որ մենք լսեցինք, պիտի անենք էս, պիտի անենք այն փրկիչի երբարանքով, գիտեք, մենք մեր ժողովուրդը միշտ այդ փրկիչը մեսիան սпасելու գաղափարը գա, ինչ կգադարվի ձեր կարծիքով ի վերջո։ Տեսեք, իրենց հաջողության գաղտնիքը մենալ քաղաքականության մեջ դա հարմար լինելն է Հայաստանի իշխանություններին, դա հեղինակ այս խոսքերի ես չեմ։ Եթե հարմար չլինի, վաղուց ինչպես ասում են, կծեփվեին պատին։ Հիմա չլինի իշխանությունը, չեն լինի իրենք։ Կլինի այս իշխանությունը, կլինեն իրենք։ Սա մի դիլեմա է, որ հայ ժողովուրդը Աքսիոմայի պես բանն է այսինքն։ Այո, ես անկեղծ եմ մեր ունկնդիրների հետ պիտի ես արդեն զրուցեմ, այսպես ասած, ես սկզբում այդպես չեմ կարծել։ Շատերի նման ես էլ մտածել եմ, հավատացել եմ, որ պայքար է իրականում գնում, բայց շատ խելացի պետք չի լինել, որ ժամանակի ընթացքում գիտակցել ինչ է տեղի ունենում։ Նույնիսկ եթե 1 ժամով մեկին էլի ձերբակալեն, հաջորդ ժամին բաց կթողնեն։ Սա է խնդիրը, որովհետև այս իշխանությունները ոչ թե գնում են խնդիրները լուծելու ճանապարհով, իրենց առաջին խնդիրը իշխանության մնալն է։ Իդեպ սխալ ճանապարհ են ընտրել։ Այդ ձևով ավելի վտանգավոր սցենարներ են սպասվում Հայաստանին իրենց։ Օրինակ անկանխատեսելի ինչ-որ բաներ։ Տեսնենք, մեր տարածաշրջանը պայթունավտանգ իրավիճակում է, խաղաղությունը ԱՄՆ-Իրան, եկեք մոռանանք, չկա այդպիսի բան։ Նայած Իրանը ինչ նպատակներ ունի, Տրամպին խայտառակել մինչև ընտրությունները, ասենք 1 շաբաթ առաջ փակել Հորմուզը, եկեք այդ սցենարները մտածենք, ինչ կլինի։ Եվ չէ բացառված։ Իսրայելը իհարկե խաղաղության չի գնա, անհնար է դա։ Այդ ինչ որ խաղաղության խորհուրդ անսասպանություն է Նեթանյահուի համար։ Էրդողանը հաստատ արտահայտություն է անելու, որ 3-րդ ժամկետով գնա, հաջորդ տարի կսկսի Թուրքիան խառնվել, այսպես ասեմ, սահմանի բացման մասին նույնիսկ փոխնախարարը գնա, ասաց, որ մինչև 2030 ենք մտածում հիմա էլ։ Խաղաղության պայմանագիրն էլ եկեք ես մնամ իմ կարծիքին։ Ռուսաստանը գնա հրադադարի ստեղ ակտիվ լինելու, չգնա գուցե ավելի ագրեսիվ լինի։ Պարզ է Ռուսաստանը պարտվելու է երկարաժամկետ, բայց այդ ընթացքում ում ինչ վնաս կտա, դա արդեն հաջորդ հարցն է։ Անկլավների հարց են դնելու էլի առաջ, էլի ժողովուրդը նյարդայնանա։ Լուրջ խնդիրներ կան, այսպես շախմատ խաղալով ուրիշից իբրև թե սխալ սովորելով չի կարելի մտածել, որ դու տիրապետում ես ամեն ինչին եւ ամեն ինչը գտնվում է քո վերահսկողության տակ։ Գիտեք, հետո պոակների գործունեությունը մարդկանց մոտ ստեղծում են տպավորություն։ Դրա մասին շատ է գրվել, չեմ կոմենտներով, դիտումների վրա աշխատելով եւ այլն, դրանով երկիրը չեք փրկելու։ Վնաս չեք տալիս ինչ-որ մեկին, ոչ որ բացասական բան եք գրում։ Մարդիկ ունեն իրենց կարծիքը եւ գնալով դա ավելի պարզ է երևում։ Գիտեք, երկու բանալի բառեր արդապերեցիք, նախ Իսրայել, ըստ երևույթին գարջաժամկետ ֆոնի վրա այս խաղը մեջտեղ ելավ, որը օգուտ է միայն Իսրայելին, հատկապես Նեթանյահուին, ուր ցեղասպանություն, ուր 1.5 միլիոն, ապրիլ 24, աս տերմինները մենք 70 տարի է, 100 տարի է գբայքարինք, օրը չտեսանք Իսրայելը մեր գողքին, այսօր այդ ցեղասպան դերությունը կուզե հայոց ցեղասպանությունը թեմա դարձնել եւ քիչ չեն անոնք, որ օրինակ երեք Սերժ Տանկյանը ուղղակի գֆուրով գխոսեր Իսրայելի անտեպ, որ մինչև այսադեն ուր է իր թունք ու չարտերուտ մասին մտածի եւ անոնցմով մտահոգվիր, որովհետեւ Գազայի նահատակներու զոհերու ուրվագանը պիտի հալածե Իսրայել պետությունը մինչև աբաշխարում։ Դուք ինչպես կդիտարկեք հայության համար ինչ օգուտ գար եւ մեր լրության սենք վարգածը Փաշինյանի կողմէ ինչքանով ճիշտ էր, նույնիսկ Փաշինյանի կորձածած բառը դարձավ մադի փաթոց զենքակորձում, այդպիսի բառ մգար, որ ցեղասպանությունը գթառնա զենք Իսրայելի ցերքին հարվածելու համար Թուրքիային, ոչ թե հոգուտ հայ ժողովրդին։ Շատ խորքային է, ես ինքս զգուշ եմ Իսրայելի մասին դիտարկումներ կատարել, բայց գուզեի լսել, որովհետև թեման ուղղակի մեզի առնչված է եւ մենք այնտեղ որևէ սխալ շարժում ավելի գրնանք հրահարել Թուրքիո դրամատրությունները, որը գարիք չունի, կգարձեմ։ Դուք ինչպես կդիտարկեք։ Տեսեք, տարօրինակը որն է,
երբ ԱՄՆ-ն ճանաչեց հայոց ցեղասպանությունը, այս ընդդիմությունը, որն ասում է, հա, լավ է, որ Իսրայելը ճանաչել է, օգտվենք, ասում էր, ոյ, ինչներից է պետք, սա Ռուսաստանի դեմն 2021-ին Բայդենի ժամանակ, եւ Թուրքիան երբ Ռուսաստանը ինչպես միշտ եղբայր է սիրապանության մեջ էին, այո, նույնիսկ քննադատաբար խոսեց, որ այո, լավ է, բայց դա Թուրքիային ճնշելու նպատակ ունի ընդդեմ Ռուսաստանի, դե իրենց հայրենիքը Ռուսաստանն է, իրենք այդպես Ռուսաստանով են մտածում, որ ԱՄՆ-ն ճանաչեց, դա ընդհանրապես կարևոր չէ, Իսրայելը որ ճանաչել է վերջը, սա Թուրքիա, այսինքն որ ճանաչեց Թուրքիայի համար դա ինչ էլի, կներեք մի, ինչ պիտի անի Թուրքիան, ներողություն խնդրի, հեռանա։ Նախ Թուրքիան ասում է, դու էլ Հագայի դատարանի վճիռ կա քո վրա, իդեպ Նետանյահուն շատ բարդ օրեր է սպասվում, լավ կլինի ինքը իր մասին մտածի ընտրությունները։ Մենք ինչ պետք է անենք այս լույսին դա։ Սա այն դեպքն է, որ ես համաձայն եմ Փաշինյանի ասածին, եւ նույնիսկ այսպես կարող ենք պատասխանել, որ ավելի հնչեղ լինի։ Այն ժողովուրդը, որը տեսել է Հոլոքոստ, ցեղասպանությունը չպիտի գործիք դարձնի։ Ճանաչի։ Ճանաչեք, լավ եք անում, շնորհակալություն։ Տեսնեք կճանաչեք, ես կասկածում եմ։ Հաջորդը երբևիցե Իսրայելը Ադրբեջանի հետ հարաբերությունները կասկածի տակ, հարվածի տակ չի դնի Հայաստանի համար։ Նա այնքան ներդրում ունի Ադրբեջանում, հատկապես գիտեն, որ ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը Իրանի դեմ որևէ X պահի դեռ չի եկել այդ պահը, գործողություն չի անի, իր տարածքն չի տա։ Ի տարբերություն Ադրբեջանի։ Բայց ռեալ պոլիտիկից է ելնում, եթե մտքափոխվել են, եթե որոշել են մեզ հետ եղբայրություն անել, մենք միշտ բաց ենք, բայց առաջարկը թող իրենցից գա։ Իդեպ եղել է, ասում են ժամանակին ինչ-որ զենքի արտադրության առաջ, ես չգիտեմ, դա ճիշտ է թե ոչ, դա Սերժ Սարգսյանը պիտի պատմի անհետաքրքիր բամբովանդակալից երկար հարցազրույցներից մեկի ընթացքում, թող խոսի, շատ են խոսում, լռում է այդ մարդը, եղել է այդ առաջարկ թե ոչ եւ ինչու չի ընդունել, գիտենք ինչու չի ընդունել, թող բարձրաձայն ասի, հիմա մանավանդ էլ ռուսամետ չի իբրև թե։ Բայց այս քայլը այսպես է, մենք ցեղասպանությունը երբեք չպիտի մոռանանք, ճանաչումը գուցե հիմա դրա մասին չխոսենք, բայց ո՞րն է տարօրինակ, եթե Թուրքիան Թալիաթ Փաշային է ոգեկոչում, մենք էլ ցեղասպանության մասին պիտի խոսենք, եթե Ադրբեջանը Խոջալույից է խոսում, մենք էլ ցեղասպանությունից պիտի խոսենք, եթե Արևմտյան Ադրբեջանից է խոսում, մենք էլ արցախցիներից պիտի խոսենք, հակառակներ, տեսեք, ասում են արցախցիներից չխոսենք, չնայած դա հավասար չի, Արևմտյան Ադրբեջանից չեն խոսի, իրենք շարունակում են խոսել։ Շարունակում են եւ գիտաժողովներ են անում։ Փակում ենք մեր ականջները, չենք լսում այդպիսի բան։ Այսինքն մենք պետք չէ այդպես գքած մնանք։ Մենք բادرազմի բարդության կոմպլեքս ունենք։ Եկեք Ուկրաինայի, այո, օրինակ բերեմ, եթե դու կքած ես մնում, դիմացինը հասկանում է, որ կարող է քեզ արդեն պարկեցնի ներողություն, հատակին։ Այսինքն ինչքան դու գքես, ինքը ավելի Փաշինյանի լեքսիկոնով, էլի, հատակին կծեփի արդեն քեզ։ Մանավանդ ես չեմ կարծում դու այնքան թույլ ես, որքան քեզ ուզում ես պատկերացնել։ Եվ հիմա խունես, Լիլիթ, մենք չէ, իշխանությունը հատկապես։ Դե վախ ունի, բայց դե պատասխանատուն ինքն է ի վերջո, գիտեք։ Ախր պարոն Արյան, այն ժամանակ էլ ասում էին, մենք պարոն Ալիևը շատ կիրթ հանդիպեցինք, կիրթ մարդը հարձակվեց մեզ վրա։ Հիմա ուրեմն սխալ ենք մենք խոսում այս մարդկանց։ Սխալ ենք հասկանում կամ սխալ ենք խոսում։ Սխալ ենք խոսում, պետք չի պատերազմի կոչ անել, եկեք չընկնենք ծայրահեղությունների մեջ։ Բայց եթե դու ամեն ինչից հրաժարվում ես, նոր դարածքներ։ Այո, նրանք մի հատ էլ քեզ ներողություն հաթաթա են տալիս, անընդհատ առաջ են գալիս, գուցե պետք չի ծեփվել պատին։ Լավ դեսություն է։ Գիտեք, դուք այն քիչ վերլուծաբաններն եք, որ ես ձեր խոսքը կարևորեմ հատկապես Ռուսաստանի գդրվածքով, ես ինքս ռուսական դաշտակետինին ծանոթ չեմ, եթե հարցնեք Սիրիա ինչ խմորումներ կան, անկիր գրնամ ասել, բայց Ռուսաստանը շատ բարդ տարածք է ինձ համար եւ գուզեի հասկանալ իրոք Ռուսաստանը հոգնության նշաններ ցույց կտա, թե imitation է եւ այդ մեկը որ Մոսկվան ինչպես թակավորը գարտնա է Մոսկվան կրոիդագ է, ինչ պիտի ինե այդ թակավորը ի վերջո։ Իդեպ շատ հետաքրքիր հարցազրույց կարող վարել, ես կանխատեսում եմ, որ անկայունությունը Սիրիայել է տեղափոխվելու, Թուրքիա-Իսրայել հակամարտությունը տեղի ունենալու Սիրիական դաշտի վրա։ Արդեն կան նախանշաններ եւ ճիշտ է։ Պարոն Ալ-Շարային ծանր օրեր են սպասվում, չնայած ես կողմնակից եմ, որ իհարկե այնտեղ լինի խաղաղություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, գիտեք, դեռ մի կողմ թողնենք, ինչ կլինի իմ կարծիքով, ես ցավոք դե պիտի դիտեմ մասնագիտությունից ելնելով, մի քանի օր առաջ դիտեցի Պուտինի հարցազրույցը այդ իր ենթակա լրագրողին իր սիրելի, գիտեք, այնտեղ էլ նույն ոճն է,
քաղաքական գործիչը իր սրդի լրակրողները գահավիրի։ Այո, հարցերի Գիտեք ինչի մասին է։ Միանշանակ գիտեմ, եւ ես տեսա անց հիմա կասեն դե դուք ով եք մեծն Պուտինին քննադատում եք, եկեք սենց ռեալ նայենք։ Մարդ, որը իր իշխանության սկզբում ռեալ, սենց ուժեղ իրոք դիրքերից խոսող ղեկավար էր, որին հարգում էին աշխարհում, շատ մեծ հեղինակություն ուներ, մի բան ասեր հայ ժողովուրդը ոտքի էր կանգնում, Ջորջ Բուշը հիշում եք ոնց էր նրան գնահատում աչքերը։ Մի անսարաճուրի մեջ գլողար, այսինքն այո, ջյուդոյով էր զբաղվում։ Մարդ, որը կտրված է իրականությունից։ Դա ամենավատն է, չէ՞։ Դեռ փոփոխությունները չխոսեմ արտակնային, ռեալ չի ընդհանրապես, այս կոմպլեքսներով հարուստ մարդ է դարձել կարծես Ռուսաստանի ղեկավար, դա տարիքից է թե մանկության խնդիրներից չեմ կարող ասել, դեպս է կարևոր է հոգեբանությունը գալիս է մարդու հագուստից մինչև խոսքը։ Բայց նա խոսում էր, որ մենք առաջ ենք շարժվում, ինչու սենց անիրական, բենզինի խնդիր չկա, Ուկրաինան խնդրում է, մենք համաձայն չենք, մենք մինչև վերջ կգնանք, այսպես կարծես այլ իրականության մեջ է մարդը ապրում։ Գիտեք, որը մեկը չի ասում թող գար ասել մենք պարտվում ենք, բայց ես օրինակ ինչն եմ հարգում Ուկրաինայի ղեկավարին, նա երբեք չի թաքցնում։ Իհարկե որոշ բաներ կարող է չասի, բայց ասում է հաջորդ օր օրինակ 5-շաբթի մեզ սպասվում է ուժեղ հարված։ Մեզ սպասվում է ցուրտ ձմեռ։ Դրա համար այդ ժողովուրդը, իդեպ ես դա խորհուրդ եմ տալի Հայաստանի իշխանություններին, ասել որ կլինեն խնդիրներ եւ դա կհարգվի, ժողովուրդը միշտ էլ պատրաստ է իր անկախության համար մեծամասնությունը գլուխը բարձր լինելու համար գնա ինչ որ զրկանք անել հայ ժողովուրդը, որ դրա փորձը ունի։ Ասես ցուրտ ձմեռ է սպասում, հիմա ով է հիշում որ ցուրտ ձմեռ է եղել, ասում էին վերջացավ Ուկրաինան, ԱՄՆ-ն վաճառեց, Եվրոպան վաճառեց, այս 4 տարի վաճառում են Ուկրաինան, չեն վաճառում։ Հա, հիմա ասենք սուտ եւ դա արդեն ռուս հասարակության մեջ, ես Լևադա ցենտրի կենտրոնի հարցումներին էի նայում, ստեղծում է տպավորություն, այս մարդը իրականության մեջ չի, 18% է Եդինա Ռոսիայի հեղինակությունը ընտրություններից մի քանի ամիս առաջ։ 18% իշխող 18%, այո, որին աջակցում է Վլադիմիր Պուտինը։ Իր աջակցությունը 60 եւ ավելի։ Դե պարզ է, եթե զանգարեն ձեր տուն ասեն աջակցում եք Վլադիմիր Պուտինին, պիտի շատ խիզախ լինես, որ ասես ոչ, ասենք։ Բայց Եդինա Ռոսիային ժողովուրդը կարողանում է էլի քննադատել, ասել չէ, Զյուգանովին, օրինակ, դեռ ժողովուրդն էլ է դժբախտ այնպես չի մենք էլ չէ, ընտրությունները շատ չէ։ Դա միայն Հայաստանյան խնդիր։ Որտեղ չթողեց պաստորեն։ Թողեց հարմարներին։ Մնացածն չթողեց։ Հիմա ԱԹՍ-ների հարվածներով Ուկրաինան հավասարվում է Ռուսաստանին, եթե մինչ այս Ռուսաստանը տերորի էր ենթարկում Ուկրաինայի բնակչությանը, հիմա հակառակն է, իդեպ ոչ մի էքստրաորդինար բան տեղի չի ունեցել։ Ուկրաինան անում է այն, ինչ անում է Ռուսաստանը։ Մի բան էլ քիչ, եթե Ռուսաստանը պիտի հիմա խաղաղ բնակիչներին սպանի, Ուկրաինան դեռ դրան չի հասել, բայց կարող է մի օր ասի, գիտեք, ես իրավունք չունեմ նույնը անեմ։ Ես պատկերացնում եմ այդ ժամանակ։ Եվ կարա անի։ Իհարկե կարող է, այսինքն կարող է մենք դա չենք ուզում։ Ելնելով հավասարության։ Մենք չենք ուրախանում երբեք։ Հիմա շեշտը Ղրիմի վրա են դրել։ Ուկրաինացիները Ղրիմը շատ խոցելի է իր աշխարհագրական դիրքի պատճառով։ Իդեպ դա դեռ Ղրիմի պատերազմներից է ելնում։ Եվ մի մորնակ Ղրիմը կնկատվեր Պուտինի գայսրության ասենք ատամանտը։ Շատ ճիշտ է, սա առաջինը հեղինակության հարց է։ Հիմա ասենք Ղրիմի ժողովրդի մասին արդեն ռուսները ներսում Ռուսաստանը ասում են ինչի պիտի մենք մեր բենզինը ուղարկենք իրենք չունեն իրենց ինքնուրույն մատակարարման կամ նավթավերամշակման համակարգը հիմա տեղից քիչ 2/3-ով կրճատվել է բենզինը Ռուսաստանում գներն է բարձրանում են հիմա էլ ռուսներն ասում են ինչի պիտի մենք Ղրիմ ուղարկենք փաստորեն ռուս ժողովրդի համար Ղրիմը այդքան էլ հարազատ չի եւ ինչ է ասում Ուկրաինան պիտի դարձնեն Ղրիմը կղզի Այսինքն մատակարարումից կտրել, այն էլ ամառվա այս սեզոնին Պաշարել Սպասեցին, որ ցորենի մշակման ժամանակը գա, պարենամթերքից սկսած, հոդը բենզինը միայն բենզինը չի, դիզել վառելի, ավիափոխադրումներ, այն էլ հիմա, որ Սևծովյան նավատորմը ստույցության ոչնչացված կարելի է համայր ռուսական, էլ չկա, չէ, այդ Մոսկվա կրեյսերը հիշում եք։ Հիմա ինչ է ասում Պուտինը, ասում է մենք չենք կանգնելու։
Տեսեք, եթե մարդը լինի ռացիոնալ, երկու տարբերակ ունի, կամ հիմա գնա էսկալացիայի ինքը, կամ ռացիոնալ մտածի, հրադադարի գնա, ընդունի Ուկրաինայի պայմանները, դա իհարկե ներկայացնելով ինքը ուժեղ ռոպագանդիստական առաջին ալիք ունի, որ սա մենք Ուկրաինայի համար ենք մեղքա ժողովուրդը, գնայքո այդպես եմ ասում, ռեժիմի ձեռքը տառապում է, մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ես որքանով իր հարցազրույցից հասկանում եմ, ինքը իր եւ Ռուսաստանի համար գնում է վատագույն սցենարով, էսկալացիայի։ Հիմա էսկալացիայի սա երկար թեմա է, փորձեմ կարճ ասել, մի քանի տարբերակ կա։ Ուկրաինայում առավել բան չի կարող անել, հիմա որ ասեն ավել ուժեղ կխփենք, էլ ինչ պետք է անենք։ Աթոմագանում։ Հիմա միջուկային տակտիկական միջուկային զենքի մասն է խոսքը ստրատեգիականի մասին չէ, որովհետև դա մեծ ռադիացիայի աղբյուր է, Լուկաշենկոն ասես չասեց մենք հարևան ենք, մենք գալու է այս քամին ստեղ փչում։ Ինձ թվում է գներեք միջանկյալ հարցը ըստ երևույթին Լուկաշենկոն գուզե լեզու գտնել Զելենսկիի հետ, գիտեք վերջին իրար հանդեպ բաները, բայց Լուկաշենկոն շատ է ուզում լեզու գտնի, այլ հարցը որ Լուկաշենկոյի իշխանությունը պահվում է 20 թվականից հետո ռուսական սրերի վրա, ժողովրդի չի ընդունում իրեն։ Դրա համար հիմա Սին Ցզինպինին է փորձում դիմի տեսանք գնում է գալիս է, գուցե Հյուսեն Կորեա էլ գնա, ինքն էլ այդքան լավ վիճակում չի, բայց հիմա այդտեղ Չինաստանը շատ բացասական կարծեք այն, Կիև միշտ է բացասական խոսել, Հնդկաստանն էլ, որ միջուկային զենք կիրառել, կարմիր խաղալիքի հետ։ Հենց դա տեղի ունենա ամբողջ հարավ չինական տարածաշրջանը, դա Ճապոնիան էլ է ասել, այն էլ է նորքին վարչապետը, որ այսպես միլիտարիզացիայի կողմնակիցն է, մի քանի ամսում ձեռք կբերի միջուկային զենք։ Դրա մասին խոսել է եւ Ճապոնիան եւ Հարավային Կորեան։ Հիմա դա Չինաստանին եթե շատ պետք է, խնդրեմ, Բալիում իրենք ուղիղ եթերում Պուտինին դասեր էին տալիս ինքը եւ Մոդին, որ Պակիստանն էլ ունի, չէ՞, այն էլ ավարտեք էս ամեն ինչ, հետո ասել որ Տրամպը տենց հանգիստ կընդունի։ Տրամպը անխախտեսելի է, հիմա էլ Ռուսաստանը նեղացել է։ Չէ, Տրամպի զբաղված վաղտ, այսինքն midterm եւ այլն ժամանակները։ Այո, բայց դա այնպեսի մի իրադարձություն է աշխարհում, որ ոչ ընտրության մասին էլ չի էլ մտածի։ Տրամպի զբաղված ժամանակ մեծ կարող է մի բան անել ադրբեջանցիների հետ միջուկային զենք։ Բայց դա Պուտինը ռացիոնալ չի, գուցե ինքը որոշի, որ դա իր իշխանությունը կփրկի, բայց ինքը միայնակ չի կայացնում այդ որոշումը։ Կան գեներալներ։ Այսինքն էսկալացիա, որ ասում եք, մեկ դարբերական, որ այս ընթացքը տակտիկական, ասում են դրա կիրառում այդ օրեշնիկ եւ այլն, միջուկային գլխիկով, մարտագլխիկով, որը բան չի փոխի։ Այսպես ցնցիչ։ Հա, ռազմաճակատում բան չի փոխի։ Ասադը հրավ գազի յետիշեք։ Այո, տակտիկական շարժ կայլեր։ Սադամ Հուսեյնն էլ էր դա կիրառել, բայց դա ոչինչ չի փոխելու ռազմաճակատում։ Ավելի կգրնա վադացնել։ Իհարկե, բացի այդ ռազմաճակատում ռուսներ էլ կան, դա որքանով է իրանց ցերնդու իրս հաջորդը ես ավելի հավանական սա եմ համարում էսկալացիա Մերձբալթյան երկրների ուղղությամբ։ Գիտեք, Լեհաստանի հետախուզությունը դրա մասին խոսում է Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, նույնիսկ Զելենսկին, ուրեմն մի բան գիտեն, հա ուղղակի չեն խոսում։ Դա ինչ կփոխի, այսինքն սիրտը կհովանա ցարին։ Տեսեք, Ռուսաստանը անդադ ուզում է ցույց տալ այս հակամարտությունը որպես պատերազմ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Միշտ անընդհատ գրգնում են այդ երկը, անընդհատ։ Լավրովեն սկսի։ Նախ ժողովրդին ասել, որ մենք պարտվում ենք ՆԱՏՕ-ին գոնե, ոչ թե զորք չունեցող Ուկրաինային, եւ երբևիցե բանակ Ուկրաինան այդ որպես կանոն չի ունեցել։ Եվ հաջորդը, որպեսի վախեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, տեսեք, շատ բացասական են տրամադրությունները Եվրոպայի պատերազմի վերաբերյալ, որը մեկը չի ուզում գնա պատերազմի, դա Ուկրաինան չի։ Գերմանիայում լուրջ խնդիր կա, պացիֆիստական են, էլի, դա վատ է, Եվրոպան տրամադրված չի։ Բայց Եվրոպայի մեջ զինվելու միտումները այդ քաղաքները կան, բայց դա արագ չի։ Աշխատող չէ։ Դա աշխատող է, բայց դա տարիներ է պահանջում։ Այդ Տրամպը մի լավ բան արեց ՆԱՏՕ-ի համար, վախեցնելով ստիպեց, որ զինվեն, եթե մի քիչ շուտ մտածեին 14 թվականից հետո, Ղրիմից հետո, ոչ թե Տիկին Մերկելը գազ գներ Ռուսաստանից, ավելի լավ կլի։ Հիմա տեսնում եք Լեհաստանը նույնիսկ Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ վատթարացավ։ Այսինքն Պուտինը նպատակ ունի վախեցնել եվրոպական երկրներին եւ հասարակություններին հասկացնել, որ ձեզ պետք է Ուկրաինան, կա, ասենց մի քիչ պարզ ասեմ, ձեր գումարը ծախսեք ձեր վրա, ինչ եք Ուկրաինային բանդերային իր ասած զինում։ Եվ մի փոքր հատվածի վրա ՆԱՏՕ, օրինակ Նարվայի կամ Սուվալյան միջանցքի, որը միավորում է մեր Բալտիկան, եվրոպական մայրցամաքի հետ Լեհաստան միջոցով, եթե լինի ագրեսիա, ռեակցիան պիտի ստուգի։ Պուտինը միշտ դիմացինի ռեակցիան է ստուգում, որպես KGB-ի գնդապետ։
երևի այդքան է կոչումը, տեսնել պատասխան կլինի, թե Թրամփը կասի դա մեզ չի վերաբերում։ Ես չեմ պաշտպանելու, հիշում եք, որ ասում ես գործ չունեմ Եվրոպան, թող գնայինք իրան պաշտպանեն։ Կամ ես կարող եմ Նորվեգիայի համար միջուկային զենք օգտվել։ Եվ ասպես մուննետով էր խոսում Եվրոպայի հետ։ Այսինքն այս իրավիճակում Ձեզնից հոգնել եմ, ինչ ուզում եք արեք։ Ջեյդի Վենսն էլ մի քիչ Ռուբիոն է այլ տեսակետ ասում։ Այսինքն հետո այնտեղ կան երկրներ, օրինակ Հարավում կամ Արևմուտքում, որ այդքան կողմնակից չեն։ Իսկ Հյուսիսը եւ Արևելքը, որոնք մոտ են Ռուսաստանին, լավ են ճանաչում, իրենք ավելի ագրեսիվ են։ Այսինքն չեք բացառել, որ Բալտյան երկիրներ երթա ինչ որ հովի։ Ես չեմ բացառի եւ մի տարօրինակ բան ասեմ եւ հետաքրքիր Բրեժնեսկու գրքում այդ սցենարը կա։ Մեծ շախմատային տախտակի։ Գուցե մտածել են դեռ այն ժամանակ, երբ որ Ուկրաինայի վրա Ռուսաստանը հարձակվելու է, դա էլ գրված տասնամյակներ առաջ։ Եվ սցենարներից մեկը հենց փոքր մի երկրի վրա հարձակումն է ռեակցիան ստուգելու համար։ Ռուսաստանը բան չի կորցնում, այնպես չի։ Եթե հարձակվի տեսնի իրեն ասում են հետ գնա, կգնա, կշարունակի Ուկրաինային տերորի ենթարկել։ Իսկ եթե ոչ, այն դա լուրջ խնդիր կառաջացնի։ Այն բարեկայ, ուշագրավ է նաև Իրան Միացյալ Նահանգներ վերջին զարգացումները, քիչ առաջ նշեցիք, որ սա պատերազմի վերջը չէ, ինչպես կդիտարկեք այս նախահամաձայնությունը եւ գարձեք երկու կողմերը յուրաքանչյուրը իր պայմաններով գուզե կհասկնա այդ խաղաղությունը, Իրանը շուտ վաղը մի քանի օրի այդ Խամենեիի թաղման մի հայտարարել, որ մենք հաղթած ենք Թրամփալ գսե մենք Յոլագերտանք իրար շատ լավ երեք հայտարարեց, որ պատկերացուցեք, դղոց հետ շատ լավ հասկանում ենք իրար եւ ամեն ինչ լուծված է եւ քիչ առաջ նշեցիք շեշտը բաց է իբաց կտնե Հորմուզի նեղուցի վրա, տեսնենք թե ինչքան կարեւոր է այդ մեկը, դուք ինչպես կդիտարկեք այս բոլորը։ Ես կասեմ ամենակարևորը Հորմուզն է, ոչ այլևս Իսրայելը հիմա Նետանյահուն դրա համար վախեցած, ոչ միջուկային զենքի մասին է արդեն խոսքը գնում։ Դա երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոն։ Ոչ հրթիռների մասին է խոսքը գնում, ոչ պրոքսի ուժերի, ոչ ռեժիմի փոխվողությունը չենք էլ մտածում, պրոքսի war, Եմենի Հուսիներ, Լիբանանի Հեզբոլլա, ամեն ինչ երկրորդակ։ Համաս, ես մի տեսակետ ունեմ, եթե այսօր Իրանը Հորմուզով գնա համաձայնության, ԱՄՆ-ն կմոռանա մնացածը, ԱՄՆ-ն չէ, Թրամփը։ Գների այսինքն դրանց։ Հասկացնում ա որ կների, ասում ա, հա ինչ Սաուդյան Արաբիան հրթիռ ունի, Իրանը չունենա։ Բայց ինչի եք գնում պատերազմի։ Գիտեք ցավը որն է, մենք իհարկե այսպես մի քիչ հումորով ենք խոսում, բայց ԱՄՆ-ն բոլոր շանսերն ուներ իր նպատակին հասնելու։ Նախ առաջին ինքը հենց սկզբում պետք է շրջափակումը իրականացներ Իրանի։ Այսինքն թողում էին Իրանը նավթ տանում Չինաստան գումարը ու զենքաբերում, մինչև վերջին օրը սև քաշեր ստանում։ Ճիշտ է։ Պետք է փակեին այն ժամանակ, երբ որ ժողովուրդը փողոց էր դուրս եկել։ Չեք կարծեր որ վախեցան ցամաքային այդտեղ խալ կանունով գղզի մգա այդ սցենարը գար ամերիկացիք վախ ունին միշտ զինվոր գործնելու։ Ես դրա մասն եմ խոսում, պարոն Արյան, պատկերացրեք, ժողովուրդը փողոցում էր Իրանի 100,000-ներ։ Մի այլ գերբ էին ցույցը։ Գնդակահարեցին։ Թրամփը հայտարարում է, որ բլոկադա է ենթարկում շրջափակման։ Նոր սանկցիաներ, Եվրոպայի հետ համաձայնեցված պարտադիր, ոչ թե մենակ Նետանյահուի։ Եվրոպան հետը չէր Թրամփի։ Եվրոպան հետը կլիներ, եթե իր հետ համաձայնեցնեին, ոչ թե Նետանյահուի հետ սկսեին, հետո Եվրոպային դնեին։ Եվրոպան գիտեք ինչից բարկացավ։ Նախ որ իրեն վերջում են տեղեկացում, եւ երկրորդը Եվրոպայում գազի նավթի գինը բարձրացավ, բենզինի, մերցի հեղինակությունը իջավ -1-ի։ Այսինքն վնաս հասցրեցին Մակրոնին, հեղինակությունը իրենց ընկավ։ Հիմա էլ այդ խնդրի մեջ են էլի բենզինի Գերմանիայում առանց համաձայնեցնելու, ինչպես ծոցի պատերազմի ժամանակ իրենք կոալիցիայով արեցին։ Կոկներ Ֆրանսիան էլ կոկներ, ասում էին սկզբում, Ռյուտեն էլ էր կոչանում ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնել։ Թրամփն ասում էր, մենք դուք պետք չեք, գնացեք դեր հարցերով զբաղվեք, հետո էլ բողոքում է, ինչի չեն օգնում։ Սա կոմպետենտության բացակայություն է։ Ոչ թե որը հատկանիշ է Թրամփի համար։ Ոչ թե ԱՄՆ-ում չկան կոմպետենտ մարդիկ, մեզնից շատ ավելի շատ կան, բայց ինքը չի լսում։ Նախագահ Թրամփը ԱՄՆ-ը ներքաշել է մի իրավիճակի մեջ, երբևիցե Հորմուզը չի եղել ինչ որ մի երկրի տիրապետության տակ։ Հիմա Իրանը 3 օր առաջ ասեց մենակ ես եմ որոշելու։ Հիմա Վենսը ինչքան էլ ասի այդպեսի բան չկա, հիմա տեսնում ենք այն ինչ որ կա։ Հիմա իրավիճակը Թրամփի համար ինչով է վատանում։ Այս տարի եթե ընտրություն չլինեին ընտրություններ, ես վստահ եմ ինքը ավելի ռադիկալ կգործեր, բայց Իրանը գտավ այդ թույլ տեղը։
Բանալինքը դա։ Ես ինքս իրոք պիտի ասեմ, ես չէի սպասում իրավիճակի, այսպես զարգացում, որտեղ ես չի մտածում, որ ԱՄՆ-ն կոմպետենտ չի գործի։ Կամ Ուկրաինան ձեզ ասում էր, հիմա նոր սկսել են օգտվել։ Ես ԱԹՍ-ների դեմ կարող եմ օգնել։ Դեռևս Միացյալ Նահանգները իր ուզածը ստացավ, ինչ կսեք։ Միացյալ Նահանգները Ստացավ, ինչ որ բան, չգիտեմ։ Ոչ մի բան չի ստացել։ Ասում են Քաթարում մենք իրենց հետ չենք բանակցել, ԱՄՆ-ի հետ չենք էլ բանակցել։ Մեր գումարները սառեցրեք։ Իրանը ստացավ։ Իրանի խոսքերը շատ ավելի բարձր արժեք ունին հիմա։ Դուք երևի Իրանը նկատի ունեք, Իրանը ստացավ։ Տեսեք, Իրանը ստացավ այն, որ հիմա պահանջում է կառավարել Հորմուզը։ Ասում է, որ հայոց ուրանը դուրս չի գալու երկրից։ Սառեցված ակտիվները պետք է ապասառեցվեն։ Սանկցիաները հանվել են Իրանի էներգակիրներից։ Այնտեղ շատ ջարբիկ բան մռավ Միացյալ Նահանգները, գիտեք, Իրանի սառեցված ավանդները դա իրենք են ասում, որ բարենամը դա իրենք են ասում։ Իրենց ասի խապում են։ Վենսը մի բան է ասում։ Տրամփ ուրիշ բան է ասում։ Տրամփ ուրիշ բան, Ռոբիոն ուրիշ, Իրանում 5 հոգի ուրիշ բան են ասում։ Ես այսպես եմ մտածում, նայած Իրանը ինչ նպատակ ունի Տրամփի հետ կապված։ Իրանը գիտի, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է իր պայմանները առաջ տանել համար։ Հետո որ ընտրությունը ավարտվի, նայած ինչպես կավարտվի, գուցե շանսերը այսքան բարձր չլինեն։ Հիմա իրենք գիտակցում որ Տրամփին պետք է Հորմուզը, վերջ, ուրիշ ոչինչ պետք չի։ Հիմա կամ իրենք նպատակ ունեն Տրամփին հեղինակազրկել եւ իշխանությունից հեռացնել, իմպիչմենտի մինչեւ տեսքով, որովհետեւ արդեն դեմոկրատներն ասում են, որ եթե կոնգրեսը իրենք վերցնեն, հետաքննություն են սկսելու Տրամփի փեսայի բիզնես գործունեության վերաբերյալ Ռուսաստանի հետ, Քաթարի այս ավիաընկերությունը նվեր ստացավ օթանավ, չէ՞։ Ուիտկոֆը ինչով է զբաղված, ընդհանրապես ինքը պետք հարտուղար չի, ինչ ենք գնում բանակցում։ Հասկանում եք, ԱՄՆ-ում կարծես ինչ-որ նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք հարտուղարը չի զբաղվում այն գործով, որը իր գործն է։ Ինչ-որ անհասկանալի մարդիկ են զբաղվում դրանով, բիզնեսմեններ։ Իսկ մենք ինչ գիտենք, Փերինգի տակ, Նեղուցի տակ բան էին կառուցում, այդ ինչ են խոսում իրենք այդքան։ Գուցե գաղտնալսումներ էլի Ուշակովը հրապարակի, դեպ սա կարևոր է, ես կարծում Ռուսաստանը լծակներ ունի դեռ Տրամփի ադմինիստրացիայի վրա եւ դա Էփշտեյնի գործը չի։ Ուրիշ բաներ կա։ Ես մինչև այսօր հիշում եմ Ուշակովի եւ ռուսներն էին դա արել կողմից այդ հրապարակումները գախնի Ուիտկոֆը որ ասաց ես կներկայացնեմ այդ ծրագիրը Ուկրաինային կասեմ դա մեր ծրագիրն է հիշում եք այդ խայտարարությունը այո իսկ ով ասաց որ ուրիշ ձայնագրություն չկա այդ անկորիջից Պուտինը անդադ լսեցնում է չէ ասում անկորիջի ոգու մասին խոսեք Ինչ գիտենք ինչ են խոսել։ Աղա Տրամփն այդ ժամանակ Զելենսկուն տանել չէր կարողանում, չէ՞, սկզբում կարող ասել է վեկալ տար, ինձ պետք չի Ուկրաինան, ես էլ քո հետ բիզնես կանեմ։ Օրինակ, եկեք սենց բաներ մտածենք։ Ընտրություններից առաջ գիտեք, չէ՞, ինչ ձայնագրություններ կարող են հրապարակվել Հայաստանից օրինակ վերցնել։ Այսպես գալով Իրանին ես կարծում եմ որ Իրանը կփորձի որքան հնարավոր շատ ստանալ Տրամփը չի գնա էսկալացիայի սեպտեմբերից արդեն գոնե երբ իրական է բանավեճերի ժամանակաշրջանը իսկ ընտրությունից հետո նայած ինքը կոնգրեսը լիովին կկորցնի թե ոչ այդտեղ է պարզ կլինի Իրանը էլի ուժեղ դիրքերում կլինի թե Տրամփը արդեն կասի վերջ ավարտվեց ընտրությունը հիմա մի ամիս հայտարարում եմ պատերազմ բայց այն որ սա չի ավարտվելու Սա Լիբանանի տարածքում էլ է շարունակվելու Սիրիայի եւ Գազայի ես դրանում վստահ եմ միանշանակ եւ Իսրայելը գիտի եթե համաձայնություն տեղի ունենա իր հաշվին Իսրայելը կունենա գոյության սպառնալի գոյաբանական ունենալ Համաս Գազայում պատկերացնում եք ունենալ հյուսիսում Հեզբոլլա եւ հուսիտներ Կարմիր ծովում դե հիմա այսպես ասում արի եւ մի ճանաչի հայոց հասարակությունը Սիրիավիճով Վերջին հարցս օրերը իվեր ռուսական շրջանակներ գալուզին են սկսյալ գխոսին տրիպի մասին դարձյալ իրենց մասնակցությունը իրենց նեցուգը ճագերդով իրոք իրանք դակավին ունին այդ ներուժը այդ մեծ ջաշին մեջ մասնակցելու եւ դուք ինչ որ հասկացա այդքան լուրջ չեք վերաբերվիր տրիպի այսինքն աներազը որ մենք Հայաստանի բարձ քաղաքացին այդ ջանաբարի մեջ բրգության հույս մգդեսնե եւ այդ մեկը անձնավորված է Տրամփի ուժով գոյությամբ կխանգարվի այդ ամեն ինչը եթե Տրամփը իրապես բարդվի այս քալի կնդրություններուն եւ հետո ինչ կսպասենք
շատեր գխոսին Վենսը գշարունակե Թրամփի կորձը, բայց հաստատութենական է այս տրիպը, իրոք լուրջ է, թե բարձրապես դարձյալ միջանկյալ լուծումն է։ Ուրեմն եթե հանրապետականները պարտվեն, Վենսը երբեք նախագահ չի Չի դառնա։ դառնար։ Սա խոսում են երևի մարդիկ, որոնք տեղյակ չեն ԱՄՆ-ում ինչպես են տեղի ունենում ընտրությունները։ Հանրապետական տեխնացուի մասին կարելի է մոռանալ։ Գուցե լինի Ռուբիոն, եթե, ասենք, պաշտոնից հրաժարվի եւ իրեն չասոցացնի Տրամփի հետ։ Ուղղակի հերանա։ Տեսեք, իտե մի հետաքրքիր բան պիտի ասեմ։ Կարծես Վենսին երբևիցե ամենափոխնախագահ այսքան ակտիվ չի եղել պատմության մեջ։ Մղել են առաջին պլան։ Հիմա այդքան էլ լավ չի դա իր համար։ Իրանի հետ գործարքը դրել են Վենսի ուսերին։ Եթե նա ձախողվի, ով է իրան ընտրելու հաջորդ նախագահ։ Իդեպ Ռուբիոն դրա համար խորաման կանգ ավելի հեռու։ Փորձում է խուսանավել, այս իրավիճակը։ Եվ խելոք է ինչ որ։ Նա ավելի խելացի է եւ լավ կլինի Հայաստանի համար, որ Ռուբիոն լինի նախագահ, ոչ թե իզոլացիոն մագայի կողմնակից։ Հաջորդը տրիփը, որ մենք խոսում ենք, դա Տրամփի հետ կապ չունի, դա միջին միջանցքն է։ Որը փորձում էին Հայաստանով անցկացնել եւ դրա մասին խոսել են դեռ Օբամայի ժամանակներից Middle Corridor-ը նոր երևույթ չի, դա տարիներ խոսում են, հիմա երբ կլինի Տրամփի ժամանակ, Տրամփից հետո դա աշխարհաքաղաքական process է, դա այդպես հեշտ չի դա։ Մանավանդ եթե Միջին Ասիայում իրավիճակը լարվի, օրինակ Աֆղանստան, Պակիստան, Ռուսաստանն են այնտեղ Գուրախանը, որտեղ դա շրջանցում է Ռուսաստանին, ամեն ինչ պետք է անեն, Չինաստանն էլ, չէ, ինքը չուզեց դրա մասը լինել։ Նա իր մեկ գոտի մեկ ճանապարհն ունի։ Սրանք մրցող լոգիստիկ ճանապարհներ են։ Սա տարիների հարց է, միայն կառուցելը հերիք չի։ Հաջորդը, այստեղ մի հատ լուրջ խնդիր կա, երկաթուղին։ Բայց դրա մայն ասում ենք, դրա մեջ ենք։ Իրենք անդադ ասում են, բայց երկաթուղին մաս չի։ Չի այդ տրիփը մաս չի հայկական երկաթուղի Նիկոլ Փաշինյանը ասել է մաս է։ Հիշում եք, ասեցին այո, դա Հարավ Կովկասիա հարց տվեցին Հայաստանի վարչապետին, արդյոք տրիփը լինելու է հայկական երկաթուղիների մաս, ասեց այո։ Հիմա եթե դա հայկական երկաթուղու մաս է, հայկական երկաթուղիները Հարավ Կովկասյան երկաթուղու մաս են։ Դա չեղավ որ տրիփն էլ է ԵԱՏՄ-ի մաս։ Վերջերս էլ Հայաստանից էլ այդպես ասեցին, չէ՞, որ ԵԱՏՄ կանոնակարգերին է դեռ ենթարկվելու, քանի դեռ մենք ԵԱՏՄ մեջ ենք։ Դակավին 3 էր այդպեսի։ Շիլաշփոթ է, այսպես չի կարող։ Այսին հստակ բամ անհստակություն կա, չէ՞, այս ամբողջ։ Միանշանակ անհստակություն կա նախ տնտեսական առումով, ինչպես է դա գործելու։ Երկրորդը երկաթուղիների առումով, բայց եթե այդպես խնդիր չկա, էլ ինչ է Ռուսաստանից վերցնում երկաթուղիներն, աթրիփը, ԵԱՏՄ-ն եւ Հարավ Կովկասյան երկաթուղին։ Էլ ինչ խնդիր կա, Ռուսաստանն էլ ինչպես Հայաստանում ասում են, թող լինի դրա մաս, բայց դա չնշանակում է դուք չեք հասկանում, թե ինչ է իրականում կատարվում եւ ինչի համար է միջին միջանցքը։ Եթե Ռուսաստանը եւ Ռուսաստանը անհամադեղելի են։ Իհարկե, եթե Ռուսաստանը լինի տրիփի մեջ, մեր իշխանությունները չեն ասել այս մասին ճշմարտը։ Հուսով եմ հասկանում են եւ չեն ասում, ոչ թե ուղղակի հասկանալով չեն ասում։ Այո, չնայած չես կարող ասել, որն է ավելի վատ։ Էլ չասած, որ այդ հարցը, ես պիտի կրկնեմ որորդ որդը, չի լուծվելու Հայաստանի ջանքերով։ Դա այնպեսի աշխարհաքաղաքական հարց է, որ դա պիտի լուծի ԱՄՆ Ռուսաստանի նախագահը այդ կլուծի նա Պուտինի հետ կգնա արճակատման, Պուտինը չի ուզում, չէ՞, գնա Հարավային Կովկասից երկաթուղին էլ տապարզ ասեցի։ Դուք էլ լինեիք, դուք էլ պիտի չուզեիք։ Իհարկե, եթե Տրամփը պատրաստ է Պուտինին ճնշի, որ նա երկաթուղին տա, բայց չեք տեսնում որ այսին գարջաժամկետ ընթացքով մենք կետնի վրա ինչ որ հեքիաթներ են գարջաժամկետ գալիս է նոր էլ չասած որ Ալիևը այդ որ ասում է մենք պիտի դեռ հասկանանք Ալիևը չէ Մամեդյարովը բայց դա Ալիևն է այդ Զանգեզուրի այդ հատվածի երկաթուղին ում ապատկանում ես այդ նախադասությունը չեմ մոռանում մանրամասնությունը սադանաների մեջ այո որ ասեց մենք դեռ Ռուսաստանի հետ կճշտենք այսինքն ինչ կարող է բարձրացնել այդ հատվածը Հայաստանին չի այդպես կորիդոր ուզեք հետո ես մի հարց ունեմ ինչի Հայաստան դուրս չի գալիս նոյեմբերի 9-ից մի ասեք ակտուալ չի ինչի դուրս չեք գալիս դուք մտածում եք կարող է թրիփը չլինի գոնե նոյեմբերի 9-ը պահենք կաշխատի այդ դրվածքը եթե ԱՄՆ-ն շեղվի եւ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտածեն ճիշտ ժամանակն է եկել, բա ինչի պիտի չաշխատի։ Տեսեք, այսինքն խնդիրը որն է, ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ այս Ադրբեջանը այս ղեկավարով։
այո, մենք պատրաստ ենք խաղաղության, Բայց դուք էլ պատրաստ պիտի լինեք։ Ցավոտ է Արցախից հրաժարվում ենք, ցավոտ է ինչ որ տարածքների սահմանազատման ընթացքում հրաժարվում ենք, սահմանություն ենք փոխում, ես էլ եմ ուզում որ իմ երկրում խաղաղություն լինի, ով է ուզում որ իր երկիրը Բայց դուք էլ պիտի Բայց դուք էլ եկեք խաղաղության, ոչ թե բայց դե գիտեք մենք հարցեր ունենք։ Երկթիմի է, այսինքն հանրույթին արժև ուրիշ բան է գրնալալ, մեզի հետ ուրիշ բան է, Պուտինի հետ խոսած վաղտ ուրիշ բան է։ Միանշանակ եւ արդեն քաղաքագետները ու փորձագետները ոնց զբաղվում են, այդպեսի շրջանակ կա Ադրբեջանի հետ հարաբերությունները, հիմա ասում են, հա, երկու տարբերակներ Ադրբեջանը նայում է, բա որ նայում է, ուրեմն եկեք են վատ տարբերակներ մտածենք, բա ինչ ենք Միշտ վատը պետք է հաշվի։ Միանշանակ, մենք այստեղ չենք եկել, որ մարդկանց տրամադրությունը գցենք, մենք որպես փորձագետ պետք է հասկանանք եւ լավ տարբերակի դեպքում ինչ ենք անում եւ պլան B-ի, եւ ամենավատը կա։ Որ 20 թվականներ չկրկնվի մեր երկրում։ Անգերց զրույց էր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ Դալակյան, մեր ագնտիրներն հիշեցնեմ, որ անգերց զրույցի հյուրը այսօր վերլուծապան Միտկետրոնի ղեկավար Լիլիթ Դալակյանն էր, նաև հորդորս ցեզի դարաձեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խթանած գլակ եւ ծեր մասնակցությունը բերած գլակ անգախ մամուլի մեր առաքելությանը բարին ցես։